Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ողջունեց Հայաստանի մեջ AI ենթագառուցվածքներ կառուցելու ուղղությամբ NVIDIA գործընկերությունը եւ Firebird-ի հետ աշխատանքը։ Հայաստանի կառավարությունը, Firebird ընկերությունը եւ NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներն հետո սկսած են համատեղ նախագիծը, որը արմատաբես պիտի փոխի մեր դարաձաշրջանի արհեստագիտական քարտեզը։ Հայաստանի բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրաբետյանը տեղեկացուց, որ նախագիծի շրջանակներում մեջ $500 միլիոն ներդրում պիտի լա։ Պիտի ձևավորվի ավելի քան 100 մեգավատ զորությամբ ենթագառուցվածք։ Կորձարկումը նախատեսված է 2026 թվականին։ AI կորձարանը պիտի դառնա հարթակը նորարարություններու, գրթության, գիտության եւ ձեռներեցության համար։ Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն կարձագանքի է համաշխարհային արհեստագիտական փոփոխություններուն, այլ նաեւ կդառնա այդ գործընթացներուն մասնագիծ, նշեց նախարար Հայրաբետյան։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան ընդունեց Հայաստանի մեջ Իրանի Իսլամական Հանրապետության արտագաղթ եւ լիազոր տեսփան Մահդի Սոբհանին։ Զրուցակիցները քննարկած են հայ-իրանական հարաբերություններու օրագարկի առանցքային թեմաներ, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերուն։ Անդրադարձ կատարված է նաեւ դարաձաշրջանային զարգացումներուն վերաբերող տարբեր թեմաներու։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբբասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քերիներու, բադանտներու եւ անհայտ կորած անձերու հարցերով զբաղվող միջքերադեշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հանձնաժողովին ներկայացուցած են անհայտ կորելու հանգամանքներու վերաբերյալ կոմիտեի մեջ կատարվող քննության արդյունքները։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հույս հայտնած է, որ համատեղ եւ համագարկված աշխատանքը պիտի բերե շոշափելի արդյունքներ ուղղված անհայտ կորած անձերու ճակատագիրները բարձելուն։ 4 հունիսին հանդիպած էին Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածներու հարցերով զբաղվող հանձնաժողովներու ներկայացուցիչները անդրադարձած էին հագամարտության ընթացքին անհայտ կորած անձերու ճակատագրի բարձրապանման առնչվող մարդասիրական հարցերուն։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունով Ռուսաստանի ժողովուրդը շնորհավորած է Ռուսաստանի օրվան առիթով, այդ մասին հաղորդակցություն տարածեց Ամերիկայի պետական քարտուղարությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի հավատարիմ մնալ ռուս ժողովրդին աջակցելու հարցով, միջ անոնք կշարունակեն առաջ մղել ավելի բայդար աբակայի իրենց ցկտումները, հայտարարած է Ռուբիոն։ Ան նաև վերահաստատած է, որ Վաշինգտոն կփապակի գառուցողական շփումներ ունենալ Մոսկվայի հետ ռուս-ուկրաինական հակամարտության ղեկավարման համար։ Մենք նաև այս առիթեն կօգտվենք վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Միացյալ Նահանգներու ցանկությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տևական խաղաղություն հաստատելու համար։ Մենք հույս ունենք, որ խաղաղությունը պիտի նպաստի մեր երկիրներու միջև ավելի փոխշահավետ հարաբերություններու, եզրափակած է Ամերիկայի պետական քարտուղարը։ Գերմանիա պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս 12 հունիսի առավոտյան Կիև ժամանեց։ Ան մտադիր է Ուկրաինայի ղեկավարներուն հետ քննարկել երկրի մեջ տիրող իրադրությունը, ինչպես նաև լրացուցիչ ռազմական օգնությունը։ Բրյուսելի մեջ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով շփման խումբի նիստեն առաջ Գերմանիա պաշտպանության նախարարը կոչ ըրած էր միջազգային գործընկերներուն աջակցելու այդ երկրի հագաուտային պաշտպանությունը զորացնելու նախաձեռնության։ Գերմանիա պաշտպանության նախարարին խոսքով այս խումբին կփապակին միանալ Բելգիկան, Էստոնիան, Իտալիան, Շվեդը եւ Թուրքիան։ Վաշինգտոնի վարչակազմի որոշումը Իրաքեն ամերիկյան դեսպանատան աշխատակիցներու մեկ մասը եւ մերձավոր արևելքեն զինծառայողներու ընտանիքներու անդամները Ամերիկա վերադարձնելու վերաբերյալ կապված է հնարավոր վտանգով, չորեքշաբթի հայտարարեց Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ։ Իրանի մասին խոսելով Ամերիկայի նախագահը ընդգծած է, անոնք չեն գրնար հյուրեական զենք ունենալ, այդ շատ բարձ է, մենք ադիգա թույլ չենք տար։ Ավելի գանուխ պետական քարտուղարությունը հայտարարած էր, որ Իրաքի մեջ Ամերիկայի դեսպանատան աշխատակիցներեն մեկ մասին հանձնարարած են լքել երկիրը տարածաշրջանի մեջ լարվածության աճի պատճառով։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերու աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարած է, որ Ամերիկայի հետ պատերազմի բարակային Իսլամական Հանրապետությունը պիտի հարձակի մերձավոր արևելքի մեջ տեղակայված ամերիկյան բոլոր ռազմական գայաններուն վրա։ Ամերիկայի վարչակազմին կարծիքով Գազան այժմ ապրելու համար ոչ պիտանի վայր է, որը պետք է վերականգնել, վերջ տնելով հագամարտության, հայտարարած է Սպիտակ տան մամլոքարտուղար Քերոլայն Լիվիթ։ Նախագահ Դոնալդ Թրամփը կգարձե, որ Գազայի մեջ իրավիճակը չափազանց ծանր է, ան իրադեսորեն կմոտենա տարածաշրջանի մեջ ստեղծված իրավիճակին, ըսած է Լիվիթ ջբազրույցի ժամանակ։ Ավելի գանուխ Իսրայելի մեջ Ամերիկայի դեսպան Մայք Հակաբին Բլումբերգին ասաց էր, որ Հորդանանի արևմտյան ափին անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը Վաշինգտոն այլևս չի համարել տարածաշրջանի մեջ իր քաղաքականության հիմնական նպատակը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։